խարխլված պատերով ու աղբով լեցուն այս տարածքը վարդակար համայնքի հին դպրոցն է։ Շինարարները տարիներ առաջ եկան, դպրոցը քանդեցին, նորը կառուցելու խոստումով։ Տարիներն անցնում են, խոստումն այդպես էլ չի իրականանում։ Վարդակարցիները շատ տեղեր են դիմել, բազում նամակներ են գրվել, որոնք սակայն մինչ այսօր անպատասխան են մնացել։ Շինարարական կազմակերպության հետ կնքվել էր պայմանագիր, քանդման աշխատանքները կատարվեցին, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կասեցվեց աշխատանքները և այդպես մնաց դիմել եմ մարզպետներին, արդեն երկրորդ մարզպետին, դիմել եմ նախագահային հանրապետության, դիմել եմ վարչապետներին, դիմել եմ փոխվարչապետին, դիմել եմ քաղաքաշինության նախարարին, դիմել եմ սոցիալ ներդրումների հիմնադրամին։ Ոչ մի մարդ չի ասում, որ չպետք է կառուցվի դպրոց։ Դպրոց անպայման ունենալու է վարդակար։ Հինը քանդվել է, նորն էլ չի կառուցվել, վարդակարցիներին էլ այլ ելք չի մնացել։ Գտել են վայր, որտեղ հնարավորություն է ստեղծել դասապրոցեսի անցկացման համար։ Մարզպետարանը հրատապով ներկայացրել է կառավարությանը։ Այսպես բյուջեի քննարկումների ժամանակ 15 թվականի հույսով ենք, որ անպայման պետք է ընդգրկվի ծախսային ծրագիր։ Թե երբ գումար տրամադրվի կառավարության կողմից, առայժմ այս պահին մեզ անհայտ է։ Հայաստանի Հանրապետության կառավարության հրատապ ծրագրում վարդակարի դպրոցի կառուցման խնդիրը դրված է, ծրագիրը քննարկման փուլում է, սակայն դեռ հստակ չէ կառավարությունը գումար կտրամադրի, թե ոչ։ Շատ ենք դիմել, այնքան, որ մինչև ստացել ենք նախագահի, վարչապետի խոստումները և հույսը, որ վարդակար համայնքը անպայման դպրոցական շենք ունենալու է։ Այս խոստացել են, ոչ միայն խոստացել են, այլ հիմքեր կան, որոշում էլ կա, որ առաջիկա տարիներին սարքելու են, կառուցելու են։ Ու մենք իրոք համոզված ենք, որ եկող տարվանից սկսվելու է շինարարությունը։ Մարզում բոլորն էլ շահագրգռված են այստեղ ղեկավարությունը։ Կառավարությունն էլ որոշումը կա լավ է լինելու։ Գյուղապետարան, մշակույթի տուն, դպրոց։ Այս կառույցները մեկ հարկի տակ են տեղակայված։ Աշակերտները չեն նեղվում շենքային պայմաններից, սիրում են իրենց կրթօջախն ու մեծ սիրով հաճախում դասի, իսկ նոր ու հարմարավետ դպրոց ունենալու մասին երազում։ Պայմանները լավ չեն, քանի
չունենք դպրոց, չունենք դպրոցին բավարար պայմաններ, ստիպված ենք այս պայմաններում դիմակայել, երեխաներին ավելի հեշտ կլիներ, եթե պայմաններն ավելի լավ լինեին, գրադարան լիներ բարվոք վիճակում, ոչ թե այսպես չկարողանանք մենք էլ գրադարանից օգտվել։ Քիմիական լաբորատորիաների ուսում ունենայինք, որովհետև այնտեղ փորձեր ենք մենք կատարում և մեզ օգնում է։ Պայմանները ձմռանն առավել վատթար են, դասասենյակները վառարաններով են տաքանում, նորմալ ջերմաստիճան ապահովել հնարավոր չէ, պատուհանները կոտրված են, շենքային պայմաններն էլ ոչ բարվոք։ Ձմռանը ջեռոցումը վառարաններով է, պատուհաններն էլ լավ վիճակում չեն գտնվում, Ցանկալի էր, որ դպրոցի շենք լիներ, որ ավելի շատ կաբինետներ լինեին, սպորտային դահլիճ լիներ։ Վարդաքարցին հույս ունի, որ մի օր նոր դպրոց կունենա, բայց առայժմ հստակ ոչինչ չգիտե, երբ է գալու սպասված օրը։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։